իրականում կարող է այդ պարտությունները հատուկ կազմակերպվել են եւ Նիկոլ Փաշինյանը այդ պարտությունների կազմակերպման մեջ ունի իր մասնաբաժինը, որպիսի հենց այդ ամեն ինչը հենց այտենց էլ տեղի ունենա։ 80%-ը եղել են Թուրքիայից գնորդներ։ Այսինքն անշարժ գույքի մեր շուկան մենակ իրանց է հետաքրքիր։ Փաշինյանին թողելու են մի հատ ֆունկցիա՝ հարկեր հավաքել եւ այդ հավաքված հարկերի մեծ մասը ծախսելու արտոնություն։ Քանի հոգի է գրին կարդ լրացնում ու գրին կարդը $1 միլիոն շահելուն համարժեք հաղթանակ են համարում։ Իշխանության խնդիրը այն չի, որ ինչ որ մեկին ինադ անելով երկրի հերը անիծել։ Խոսում ասում զենք եմ առնում։ Էլ ոչ մեկ չի ասում, տղա ջան, աշխարհում տենց վարկային կազմակերպություն չկա, որը քեզ պարտ կտա, որ դու գնաս զենք առնես։ Ամբողջ աշխարհը զենքի գումարը, նույնիսկ չի թողնում իր ճանապարհով զենքը տանես։ Լսի, եթե ես չեմ կարող ապրեմ, եթե իմ բիզնեսը փակվում է, դա ինքնիշխանության ինչ խնդիր կա, կարաս մի հատ բացատրես։ Բայց կարամ քեզ ուղակի, չգիտեմ, Թուրքին թարս նայելու համար գնդակարեմ փողոցում։ Մի 10 տարուց։ Թուրքիան Հայաստանի սահմանը կբացի մենակ այն ժամանակ, երբ որ Հայաստանը կդառնա Թուրքիա։ Ռուսաստանն էլ այն երկիրն է, որ այս սենց կարա սահմանը փակվի, է։ Մի րոպեում։ Մի րոպեում։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորանի հասցեին։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մոտ կապիտուլյան բա ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Եթե դուք երկուշաբթի երեկոյան ժամանակ եք գտել մեզ դիտելու, խնդրում եմ հենց սկզբից բաժանորդագրվեք եւ կարող եք մեզ մեկնաբանությունների մասում հարցեր գրել կամ ուղղակի արձագանքներ, մենք կարդում ենք ու շատ ուրախանում ենք դրան։ Ողջույն Ավետիս ջան։ Բարև Զառա ջան, բարև ձեզ սիրելի հետևորդներ ջան։ Այո, հետևորդներ ջան։ Գիտես չէ, քո հետևորդների բանակը, քո ֆանատների բանակը գնալով որ-օրի ավելի ու ավելի շատանում է, քո մասին լիքը լավ արձագանքներ են ինձ փոխանցում, հետո հաղորդումից հետո կպատմեմ։ Իսկ մեր հին հետևորդները գիտեն, որ ես երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, հա, 15 տարի, ընդ որում 20 տարի էլ քաղաքացիություն եմ ունեցել, այնպես որ այդ երկրի քաղաքական անցուդարձը ինձ շատ ծանոթ է, ու ես 25 տարի է հետևում եմ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումներին ու առհասարակ իր խոսույթին։ Անցյալ շաբաթ շատ հետաքրքիր մի հատ հանդիպում տեղի ունեցավ ապրիլի 1-ին, ինչպես ռուսներն են ասում, в день дурака։ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր իր խնդրանքով հրատապ այցի Պուտինի հետ եւ այդ հանդիպումը այս 25 տարվա ընթացքում իմ տեսած ամենատարօրինակ հանդիպումներ։ Այնքան տարօրինակ, որ երկու անգամ նայել եմ այդ 20 քանի րոպեանոց վիդեոն, հետո զանգել եմ Ռուսաստանում իմ դեռ մնացած ընկերներին, հա, ովքեր որ քաղաքականությունից քիչ թե շատ տեղյակ են, ու սենց միակ հարցը որ տվել եմ, ասում ինչ չի թվում, չէ, այն ինչ որ ես լսեցի։ Ունդեղ բոլորը արձագանքեցին, որ չի թվում, որ սա պատմության մեջ երևի ամենաչոր, ամենակոշտ հանդիպումն ա եղել ՀՀ ղեկավարների հետ, որ այդ հանդիպումը հիմնական ուղղված էր նույնիսկ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի ժողովրդին։ Հիմա Հայաստանում շատ տարօրինակ մեսիջներ եղան, հա, հանդիպումից հետո։ Մի մասը ասում է, տեսակ ոնց Պուտինի բորդը տեղը դրեց, ասեց, որ մենք ժողովրդավար ենք, որ մեր ոտ Facebook-ը ազատ է, սոցիալական ցանցերը ազատ են եւ այլն։ Մյուս մասը երկու ձեռով գլուխը բռնել է, ասում է, մենք գնում ենք դեպի կործանման $600 գազ, հոսանքի շեշտակի թանկացում, ԵԱՏՄ-ի սահմանների փակում եւ առհասարակ Ռուսաստանից մեր տնտեսության կախվածությունը այնքան բարձր է, որ դրա արդյունքում կարող է հայտնվենք, կերազենք բանանային ռեսպուբլիկայի կարգավիճակում հայտնվենք, հա, անգամ այդ չենք ունենա, անգամ գյուղատնտեսություն չենք ունենա։ Ինչ ես կարծում, Հայաստանի հանրությունը ստացավ այդ մեսիջը, թե ինքը չի հետևում։ Լսի, քաղաքականապես ակտիվ մասը իհարկե հետևում, քաղաքականապես пассив մասը չի հետևում, բայց քաղաքական ակտիվ մասի խնդիրը այն է, որ հասարակության ոչ այնքան ակտիվ մասին բացատրի այդ մեսիջի իրական վտանգները կամ հետևանքները։ Իսկ հետևանքները մենակ այն չի, որ գազը կթանկանա կամ էլեկտրաէներգիա չի լինի եւ տնտեսությունը կկանգնի, գյուղացին իր ապրանքը չի կարա վաճառի, դա 2 միլիարդ շրջանառություն։ 6 էլ անցյալ տարի, էլի 6.5 էլ անցյալ տարի։ Քիչ չի դա։
նախանցյալ տարի եղել է 12 միլիարդ, Յա, անցյալ դու տարի մայր, այո։ եղել է 6 միլիարդի կարգի, Պուտինը զգուշացնում էր, որ եթե սենց շարունակվի, կարա Կլինի զրո 0-0, դրամ, ահա, այո։ 0 դրամ։ Պարզա, բայց արի մենք ավելի մի քիչ, սենց ասած, մի քիչ խորը նայենք, թե ինչ ընտրության առաջ է Հայաստանը կանգնած եւ ինչի համար էր ինչի մասին էր այդ հանդիպումը։ Եթե մեր հետևորդները մի քիչ լարեն հիշողությունը, կհիշեն, որ մինչև Ռուսաստան գնալը Նիկոլ Փաշինյանը մի հատ արտահայտություն արեց, թե Կիպրոսի անվտանգության երաշխավորը Թուրքիան է, Ուկրաինայի անվտանգության երաշխավորն էլ Ռուսաստանն է։ Ամսի 4-ին, 3 չէ Ալեն առաջի օրը, Սիմոնյանն էլ արել է դա։ լսի, Ալեն Սիմոնյանը ԿՊ բանի այդ Համագումարը համաժողով համաժողով։ Համաժողովի ժամանակ զարգացնելով Նիկոլ Փաշինյանի այդ միտքը, ասաց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը դա Ադրբեջանն է։ Ճիշտ է, ինքը ասաց նաև, որ Հայաստանն էլ Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, բայց դա, ինչպես ասում են, բանն էր էլի, իր ծխածածկույթն էր այդ մտքի, որտեվ Ադրբեջանը ինքը պետքա որոշի, թե ով է իրա, ոչ թե Ալեն Սիմոնյանը։ Էլ չեմ ասում, որ այս պահին Ադրբեջանի անվտանգությանը Հայաստանը բացարձակ չի սպառնում, որ մի հատ էլ երաշխավորի։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը եւ ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Նայ, մինչեւ կարելի է ասել 20, 21, նույնիսկ 22 թվականը Հայաստանի անվտանգության երաշխավորը համարվում էր Հայաստանի անվտանգությունը հիմնված էր երկու, այսպես ասած, խարիսխի կամ հենասյունի վրա։ Մեկը դա Հայաստանի ազգային բանակն էր, Հայաստանի զինված ուժերը, որը ինչ է նշանակում անվտանգ, դա արտաքին անվտանգության մասն ենք մենք խոսում, որ եթե թշնամին, որևէ թշնամի հարձակվում է Հայաստանի վրա, Հայաստանի զինված ուժերը կազմակերպում են դիմադրությունը եւ երկրի պաշտպանությունը, մյուսը դա դաշնակից ուժերն են։ Դա համարվում է Ռուսաստանը, որի հետ հապկի պայմանագիրը։ Ռուսաստանը, որի հետ ուներ Հայաստանը ռազմաքաղաքական համաձայնագիր եւ ՀԱՊԿ, այսինքն եթե Հայաստանի զինված ուժերը պաշտպանություն օժանդակության կարիք էին ունենում, Հայաստանը դիմում էր եւ ստանում էր բան։ Նայ 22 թվականից Նիկոլ Փաշինյանը գլխի վրա շուրջ տվեց։ Ոնց շուրջ տվեց։ Ինքը հայտարարեց, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ մեզ չեն օգնել, չնայած Ջերմուկի դեպքերի ժամանակ։ Ջերմուկի դեպքերի ժամանակ եւ երկրորդը ինքը հստակ հայտարարեց, որ Ռուսաստանի զինված ուժերը եւ 102-րդ ռազմաբազան մասնավորապես ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավոր են, այլ ընդհակառակը վտանգում են Հայաստանի անվտանգությունը։ Հիմա վերադառնանք նորից Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ինչ է դա նշանակում։ Նայ, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը իրան համարվում է պարտված պետություն Ադրբեջանին եւ ինչպես ցանկացած պարտված պետություն ընդունում է, որ հաղթողները պետքա որոշեն իր ճակատագիրը։ Այսինքն Հայաստանը համաձայնվում է, որ ընդունելով Ադրբեջանի բոլոր պահանջները անցնում է Ադրբեջանի հսկողության տակ։ Մի րոպե։ Ես այդ կհասկանայի ու դա կլիներ շատ տրամաբանական, եթե դու չունենայիր այլ երաշխավոր։ Եթե տեղդ այնքան նեղա, որ մնացել ես, պարտվել ես, կապիտուլյացիա ես արել ու տեղ էլ որևիցե դաշնակից չունես, որևիցե ընկեր չունես աշխարհում, հա, կարող է ով ասա։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին որպես խնդրեր ոտներն ընկներ ասել, քեզ ինչ պետքա կզիջեմ, մենակ խնդրում եմ բան Մյուս ընկերը, մի հատ ասա։ Մյուս ընկերը ՀԱՊԿ-ներ, մյուս ընկերը դա Ռուսաստանն է։ Ես ինչ եմ ասում, ինքը ուզում եմ հասկանամ, ոնց կարա հասուն սթափ մարդը երկրի ղեկավարը հրաժարվի արդեն իսկ գոյություն ունեցող դաշնակցային հարաբերություններից ու համաձայնվի այդ ստրկատիրական հարաբերություններին իր թշնամու հետ։ Այդ ոնց որ հավաբնում աղվեսին պահակ նշանակես, հասկանում ես։ Ճիշտ ես ասում, բայց տես, հիմա խնդիրը ինչումն է։ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ եթե ես պարտվել եմ Ադրբեջանին, մի քիչ էլ նայ, եթե մի քիչ էլ ավելի բան նայենք, իրականում կարող է այդ պարտությունները հատուկ կազմակերպվել են եւ Նիկոլ Փաշինյանը այդ պարտությունների կազմակերպման մեջ ունի իր մասնաբաժինը, որպեսզի հենց այդ ամեն ինչը հենց այտենց էլ տեղի ունենա։
Հասկանում եք Ես ինչի մասին հասկանում եմ աշխարհակաղակական իմաստով դրա անհրաժեշտությունը որն է, հա, ասենք Թուրքիան տարածաշրջանում ուժեղացել է, Ալիևը շատ հարմար տեղավորվել է այդ տանդեմի մեջ, Ռուսաստանն այստեղից հանելու մեծ անուն են, հա, ցանկություն ու պլաններ։ Այո, եւ որպեսզի Ռուսաստանին ստեղից հանեն, կազմակերպվել է եւ Արցախի հանձնումը, եւ Հայաստանի պարտությունները, որպեսզի ցույց տան, որովհետեւ առանց դրա Ռուսաստանին ստեղից դուրս մղելը անհնար կլներ։ Առանց այդ պարտությունների։ Հիմա գանք հասնենք հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը նայում է, ասում է, կարող եմ ընտրել Նիկոլ Փաշինյանին ու մենք լինենք կապիտուլացված պետության կարգավիճակում, ստրուկի կարգավիճակում Թուրքիայի եւ Ալիևի համար, կամ չընտրեմ Նիկոլ Փաշինյանին, հնարավորություն տամ այլ քաղաքական դաշնակիցներին, այլ մասնակիցներին, adekvat պայմաններով այս տարածաշրջանում ազդեցություն ունենա։ Նայ, հիմա նորից Նիկոլ ընտրենք $600 գազով, կապիտուլացված, առանց հոսանք։ Նայ, հիմա իրականում են որ դու ասում ես Պուտինը խոսում էր հայ ժողովրդի հետ, հարցը մենակ գազի ու բանի մասին չի։ Նայ, ռուսները Նիկոլ Փաշինյանին ասում են, որ լսի, մենք հասկանում ենք, որ դու Հայաստանում ներկայացնում ես թուրք-ադրբեջանական շահերը։ Դու Հայաստանը պատրաստում ես մեզանից պոկես, որտեղ ընտրություններից հետո այդ 102-րդ ռազմաբազան դուրս է բերվելու, եւ ես քեզ ասեմ, հիմա կարող է մարդիկ ասեն շատ այնց անհավանական, չէ, անհավանական բան եմ ասում, բայց 102-րդ ռազմաբազայի տեղը շատ հնարավոր է, որ ադրբեջանական զորք մտնի։ Ինչի համար։ Լսի, եւ երբ որ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է, միշտ այտենց դեպքերում անվտանգության երաշխավորները, այսպես ասած, ճակերտների մեջ զորք են մտցնում երաշխավորվող երկրի տարած, որ ավելի լավ երաշխավոր։ Անվտանգ երաշխավոր է։ Օրինակ քեզ մի բան ասեմ, Գերմանիայի տարածքում, չգիտեմ, Մինչև հիմա ամերիկյան բազաներ կան։ Այդ եմ ասում, անվտանգության երաշխավորն է։ Լսի, Քուվեյթում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, բանում ամերիկյան զորքեր կան։ Ինչի համար են դրանք։ Ընդ որում ամերիկան Թուրքիա չի, էլի։ Ստանդարտներով, չգիտեմ, մոտեցումներով անհամեմատ ուրիշ։ Մեկը իմաստը միշտ օկուպացիոն բանակի անունը միշտ դրվում է բան անվտանգության երաշխավոր։ Ոչ են ասում, այս բանակը եկել է մեր երկիրը օկուպացրել է։ Ինքը այդ պարագայում հետ էր խոսում Պուտինը։ Հիմա Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին, նաև Հայաստանի հասարակությանը ասում է, տեսեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է, որ հանձնի Թուրքիային ու Ադրբեջանին։ Մենք գիտենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք դեմ են այդ պրոյեկտին։ Եվ այդ ուժերը այսօր ընդդիմություն են։ Իրանք այդ որ ասում էր, որ մենք պահանջում ենք, որ դու թույլ տաս, որ այդ ուժերը մասնակցեն, ինքը ասում է Նիկոլ չի, խնդրել է, էդ էլ շահարկում, ասում են, այնքան հասել է, արդեն խնդրում է Նիկոլին որ թույլ տա։ Լավ, լսի, խնդրանքն ու պահանջը նույն բանն է, հիմի մեկին կարա շատ մի բան խնդրես, բայց էդի պահանջը լինի, հասկանում ես։ Որովհետև երբ որ քո խնդրանքը չի կատարվում, դա կարա վերածվի պահանջի, սենց ասենք։ Իր ասածը հետևյալն է. դու Հայաստանում թուրքական շահերի ներկայացուցիչն ես, ադրբեջանական, դու Հայաստան տանում ես Թուրքիա, հասկացանք, բայց այդտեղ կան մարդիկ, կա հասարակություն, կա քաղաքական ուժեր, անհատներ, որոնք դեմ են։ Լսի, մենք խնդրում ենք, պահանջում ենք, որ դու թույլ տաս, որ այդ ուժերը մասնակցեն ընտրություններին եւ հայ ժողովուրդը ինքը որոշի, ինքը ուզում է գնա դեպի թուրքական տիրապետության տակ մնա, թե մնա ճակերտների մեջ ասենք իրականում ռուսական տիրապետության տակ, լավ, եթե այտենց ենք ուզում։ Ով է դա ես դրան համաձայն չեմ ռուսական տիրապետության։ Չէ, այստեղ ուրիշ հարց կա, երբ որ Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը եւ ռուսական բանակն է այստեղ, իրականում մենք ինչքան դա էլի տիրապետություն է։ Այդ դեպքում մի հատ հարց ըստ քեզ, եթե նորից ընտրվեց Նիկոլ Փաշինյանը ու մենք գնացինք այդ թուրք-ադրբեջանական տիրապետության տակ, երբևիցե Ադրբեջանը կամ Թուրքիան մեզ $177 գազ վաճառելու են, երբ որ շուկայական արժեքը $600 է։ Լսի, ոչ միայն երբևիցե մեր ապրանքը գնալու է իրանց շուկա 12 միլիարդի առևտրաշրջանառություն լինելու։ Հարցը ուրիշ բանի մասին է, եթե այդ ճանապարհով են գնալու, նայ
իրականում Հայաստանի այսօրվա ինքնիշխանությունից ոչ մի բան չի մնալու։ Նիկոլ Փաշինյանին գիտես ինչ են խոստանալու։ Ասելու են, որ դու ունենալու ես իշխանություն, դա կոչվում է դա անկախություն չի լինելու, դառնալու է Երկիրը մատաղ են կանում Նիկոլի իշխանության համար։ Կոչվում է դա ինքնավարություն։ Նիկոլ Փաշինյանին թողելու են մի հատ ֆունկցիա հարկեր հավաքել եւ այդ հավաքված հարկերի մեծ մասը ծախսելու արտոնություն։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանին հետաքրում է հիմնականում փողը եւ այդ փողը տիրապետելու բանը, ինքը գնում է դրան։ Ես քեզ ասեմ, ինքը հասկանում է։ Ես հասկանում եմ ինքը ինչի համար է դա անում։ Ես ուզում եմ հասկանամ, այս երկրի ժողովուրդը որ պարագայում այդ ընտրությունը կանի։ Նայ, մի կողմից թշնամի Նույնիսկ ուզում ալնի 100 տարի մենք գիտենք, որ այդ մարդիկ մեծ թշնամի են, հա, որ ասացիր եղերնը չի եղել, դրանից եղերնը չվերացավ։ Մյուս կողմից գազը $600, մյուս կողմից առևտրաշրջանառությունը, որը պարզ չի, չէ, պարզա, որ Թուրքիան մեր պամիդորի կարիքը չունի, ոչ էլ կոնյակ է խմելու, մուսուլման երկիր են երկուսն էլ։ Մյուս կողմից ատոմակայանը, մյուս կողմից անվտանգությունը։ Լսի, թուրքերը ատոմակայան Հայաստանում այդ ընտրությունը անի։ Լսի, թուրքերը ատոմակայան չեն թողնելու ստե կառուցվի, գազը երբեք էլ $177 կամ $185 չի լինելու։ Լսի, դրա մասին չի խոսքը։ Ստեղ հայ ժողովուրդ որպես այդպիսին, հավաքական հայ ժողովուրդ ստեղ չի ապրելու։ Մի միլիոն մարդ կմնա, ասենք, լավագույն դեպքում։ Լսի, ու այդ մի միլիոնն էլ մի մասը թուրքանալու է։ Մեծ մասը թուրքանալու է։ Ըստ էության ով որ համաձայն Ես ուզում եմ հասկանամ ով կարա այս այլընտրանքի դեպքում այդ ընտրությունը կատարի։ Ես քեզ ասեմ, ովքեր են այդ գիծը տանում առաջ։ Մարդիկ, որոնք սնվում են, նայ, սա ոչ միայն թուրքական ու ադրբեջանական պրոյեկտ է իրականում, սա արևմտյան պրոյեկտ է, որովհետև Հայաստանը խանգարում է թուրքական աշխարհի ստեղծման գաղափարին։ Լսի, խանգարում է։ Դուք միած միջև Ղազախստան մի հատ ցած Ղազախստան, Ուզբեկստան, պատահական չի, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է ղազախական ցորեն առնել։ Մենակ ցորենն է, ուզում է երկաթ կիսնել տա Ղազախստանի։ Մարուսնայից վերցնի տա Ղազախստանի։ Ինչի Ղազախստանին, որովհետև պետությունը, որովհետև Ղազախստանը, այսպես ասած, կենտրոնական Ասիայում թուրքական աշխարհի շահերի, այսպես ասած, առաջ մղող առաջնորդ ուժն է։ Լսի, պարզա, այդ ամեն ինչը հասկանում ես, այնքան ակնհայտ է, այնքան բացահայտ է։ ՀՀ քաղաքացուն ակնհայտ է։ Լսի, ՀՀ քաղաքացին։ Ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին։ Ես ինչ եմ ասում, սա քաղաքական ուժերի խնդիրն է։ Բացատրել հասարակությանը, որ մենք կանգնած ենք ոչ թե 177 կամ $200 գազի ու $600 գազի երկընտրանքի առաջ, այդ ինքստինքյան ալնելու, մենք կանգնած ենք ստեղ ապրելու և այս երկիրը թողնել գնալու ընտրանքի միջև, վсё, Զարա ջան, թուրքերը այդ ամեն ինչը կանեին բանում Վրաստանի միջոցով, լսի, Վրաստանը ավելի հարմար է, բայց քանի որ Վրաստանում ազգային իշխանություն եղավ 12 թվականին, Սաակաշվիլի շատ ճիշտ ժամանակին ազատվեցին։ Սաակաշվիլի օրոք իրականացում էր այն նույն պրոյեկտը, ինչ որ Նիկոլ Փաշինյանը 18 թվականից սկսեց իրականացնել ստեղ, բայց ընդ որում վրացիների հետ իրանք չունեին կոնֆլիկտ, հա, Արցախի հարց իրանք չունեին, վրացիներին ցեղասպանության չէին ենթարկել, այսինքն բոլոր առումներով վրացիները ավելի բարեկամաբար էին տրամադրված այդ էքսպանսիայի նկատմամբ։ Հայ ժողովուրդը մինչև 18 թվականը ծիծաղելով ասում էր, որ Բաթումին, չգիտեմ, Օչամչիրին, հա, Օզուրգեթին կներես, Օչամչիրի ասեցի, այդ բան Օզուրգեթի շրջան կա Բաթումիին կպած։ Օզուրգեթի շրջանը, Բաթումին, չգիտեմ, էսը դառնում է թուրքական տարածք։ Հայ ժողովուրդը չի հասկանում, որ հիմա ու մարդիկ ասում են, չէ, հարց են տալի, ասում են, բա լավ, Թուրքիան ինչի, որ ուզում է Հայաստանը թուրքացնի, չէ, ինչի սահմանը չի բացում։ Ուրեմն ես դրա պատասխանը իրանց շատ բան կարամ հանգիստ բացատրեմ, ինչի չի բացում, եթե ուզում է թուրքացնի։ Թուրքիան Հայաստանի սահմանը կբացի մենակ այն ժամանակ, երբ որ Հայաստանը կդառնա Թուրքիա։
Այսինքն, լսի, ինչի մասն է խոսքը։ Երբ որ հայ ժողովրդին կճնշեն, կճնշեն, ու մարդիկ կսկսեն ստեղից դիմադրությունը կոդրված կլինի, կսկսեն գնալ, նոր այդ ժամանակ ազգային փոքրամասնության կարգավիճակով, հա։ Լսի, երբ որ պետությունը, հասարակությունը կսկսի դեգրադացվել ու մարդիկ խուճապահար կսկսեն փախնել, հիմա եթե բացվի սահմանը, պատկերացնում ես ինչու՞մ է խնդիրը։ Հայաստանը ինչ որ իմաստով շնչելու օդ կարող է ստանալ, քիչ, բայց համեմատաբար, բայց մարդիկ ինչ որ կսկսեն Թուրքիային դիտարկել որպես իբր թե առևտրի, բաց սահմանի հնարավորություն, լսի, թուրքերը ընդհակառակը ասում են դուք մեզ պետք է ընկալեք որպես այս տարածքի տերեր, որ մենք գալու ենք արդեն այն ժամանակ, երբ որ դուք փախնելու լինեք, երբ որ մենք ձեր երկիրը հասցնենք այնպես մի հատ տնտեսական քաղաքական կոլապսի, որ դուք սկսեք ստեղից փախնել, որովհետև հիմա Հայաստանում գները բարձր են, անշարժ գույքի, հողի, սեփականության, ամեն ինչի գները, երբ որ Հայաստանում բարձրացնում են, բոլոր իմաստներով այստեղ ապրելը շատ դժվար է։ Այո, երբ որ հայ ժողովուրդը կսկսի փախնել, ամեն ինչի գները մի տասնապատիկ անգամ կընկնեն։ Հիշում ես 92-3 $3000 Սայաթնովայի վրա տուն էին վաճառում։ Մարդիկ ինքնաթիռի տոմսով բան էին փոխում, տուն էին փոխում։ 4 հոգու ինքնաթիռի տոմսը Ռուսաստանի փոխում էին մի հատ բնակարանի հետ։ Այդ թուրքերը ուզենալու են նենց անեն, որ ոչ թե գան Երևանում 200,000-ով կամ 500,000-ով տուն առնեն, այլ ինքնաթիռի տոմսի հետ փոխեն մի ամբողջ թաղամաս։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, չգիտեմ նկատել ես թե չէ, անցյալ շաբաթ նաև տուն էքսպոներ, հա, 27-28-ին ոնց որ, ընկերուհիներից մեկը աշխատում էր այդ տուն էքսպոյում, ասում է 80%-ը եղել են Թուրքիայից գնորդներ։ Այսինքն անշարժ գույքի մեր շուկան մենակ իրանց է հետաքրքիր, ասում է հայ համարյա գնորդ չկա, ոնց Սմալնի հայրի ասում է իրանց կապերով են տուն գտնում, իսկ այդ էքսպոների ժամանակ ասում է ակնհայտ թուրքեր է, որ անգլերեն է խոսում, արդեն ջոկում ես, որ ինքը թուրք է, էլի ազգությամբ։ Իրանք արդեն գալիս են, նույնիսկ այդ քո ասած բարձր գներից չեն խորշում։ Ես ուղղակի չեմ կարողam հասկանալ, ինչի ես դու ասում, որ պետք է մենք այդ հանրությանը բացատրենք այս մեսիջները։ Պետք է ուղղակի կույր լինել, խուլ լինել, չգիտեմ, տգետ լինել, որ դա չլսես։ Ասենք, ոնց ուզում ալնի Պուտինի հետ հանդիպման գոնե մի կադր, եթե տեսել ես այդ ընթացքում, հա, դա քո մոտ կտպավորվի, որ սա ասենց սխալ տեղ գնացող ճանապարհ է, որ ես Նիկոլի իշխանությունը, Նիկոլի աթոռը գերազանցում եմ Հայաստանի լինելիությանը, հա, որ ես ընտրում եմ Նիկոլի լինելու եւ Հայաստանի լինելու միջև։ Ոնց կրա այդ ընտրությունը հասարակ մարդը կատարի Նիկոլի օգտին։ Ես այդ եմ ուզում հասկանալ։ Ինչ է արել իրան Նիկոլը։ Լսի, Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ հայ հասարակությունը ասի, ախպեր ջան, ես ինչ է ասում է, լսի, որևէ բան, նայ, իրանց բանը չէ, կարգախոսը չէ, ասում է, տեր կանգնի քո խաղաղությանը։ Իրականում որ խորանաս, ասենք ինչ է նշանակում, համաձայն ես արդյոք դու թուրքական բանի հետ, թուրքական հպատակության հետ, որովհետև թուրքական հպատակությունը ապահովում է քո խաղաղությունը։ Լսի, դա է։ Բայց չի ապահովում քո անվտանգությունը։ Անվտանգությունն էլ է։ Պատերազմ չի լինի, բայց կարան քեզ ուղակի, չգիտեմ, թուրքին թարս նայելու համար գնդակահարեն փողոցում։ Մի 10 տարուց։ Լսի, կարող է չգնդակահարեն, բայց թույլ տան, որ դու ստեղից դուրս գնաս։ Ոնց որ թույլ տվեցին արցախցիներին։ Հա, ոնց որ թույլ տվեցին։ Սիրով բացեցին։ Ընդ որում գիտես, չէ՞, այդ Արցախի ամբողջ այդ շրջափակման ընթացքում հնարավորություն ա եղել Արցախը լքելու։ Այսինքն որ արցախցին ցանկությունը հայտնել, որ ինքը ուզում է դուրս գա, բանի ուղեկցել են, ուղղակի դա միակողմանի ճանապարհ է, էլի, ուղեկցել են, տարել են, բանանա, ճամփա են դրել։ Այսինքն իրանք շատ մեծ սիրով մեզ թույլ կտան, որ սենց այն կապոցները կապենք, ոնց որ ցեղասպանության ժամանակ ուզես ճամփան գնենք, էլի, դեպի ուր բարձ չի։ Ունդ որում ոչ մի երկրում աշխարհում դու Փախստականի կարգավիճակ չես ունենալու, էլի։ Էդ էլ ասենք, որ ոգևորված դեսպանատներ չդիմեն մտածելով, որ սա կարգավիճակով են գնալու։ Եթե պետք է այս ժողովրդի ամբողջ երազանքը փախստականը լինելն է, այս մարդիկ հայ ժողովրդի մի հսկայական մասը այդ ընտրությունը կատարել է ու գնացել դարձել է փախստական։ Հիմա մնացել են այն մարդիկ, իմ կարծիքով մնացել են այն մարդիկ, ովքեր
հա որպես պետություն ունենալու ընտրությունն են կատարել, այսինքն ընտրել են պետություն ունենալու միջև, սեփական պետության մեջ ապրելու Հայաստանի քաղաքացիների մասին ավելի լավ կարծիք ես, քան ես։ Ամեն տարի գիտես, քանի green card-ի շահարկության մասնակից ալնում։ Քանի հոգի է green card լրացնում, ու green card-ը $1 միլիոն շահելուն համարժեք հաղթանակ են համարում։ Ասենք ես այդ պահը միշտ չեմ հասկացել։ Կյանքում ոչ մի անգամ ոչ մի բան լրացրած չկա։ Ճիշտ ասած, ես էլ երբեք չեմ դիմել Միացյալ Նահանգներ գնալու բանով, չեմ դիմել։ Ոչ մի անգամ, մի անգամ եղել եմ Եվրոպայում սրանից 22 տարի առաջ, ուղիղ 22 տարի Ես առաջ։ շատ հաճախ ճամփորդում եմ, բայց երբեք մնալու մտադրություն չի եղել։ Մոսկվայի ապրելու տարիներն էլ ուղղակի 2 անգամ ավել աշխատավարձը թողել ենք, հետ ենք եկել։ Այսինքն եթե դու ուզում ես քո երկրում ապրես, դա տենց հաստատական ասեմ, դա պետքա դա ընտրությունն լինի, էլի, հա, դա պետքա ընտրությունն լինի։ Նես չի էլի, որ sense մենք սպասում ենք դռները որտեղից են բացելու, որ մենք ստեղից դուրս թռնենք։ Ես այդ ընտրության մասնակիցներին եմ ուզում պատկերացնեմ, հասկանում ես, ընդամենը 2 ամիս հետո, հա, ուղիղ ոնց որ թե 2 ամիս հետո, հա, ուղիղ 2 ամիս հետո, շնորհավորում ենք մեզ այդ կապակցությամբ։ Ուղիղ 2 ամիս հետո Հայաստանի մտահոգ քաղաքացին, հա, մտածելու ունակ քաղաքացին գնալու է այդ ընտրատեղամաս։ Ու այդ ընտրությունը այնքան արդեն ակնհայտ է դարել, էլի, որ տենց Ահա նայի, այնքան ակնհայտ է դարել, ու իրանք եթե առաջ կարային խաղացնեին, հիմա էլ նայի, տեղ Զարա չունեն։ ջան, լավը գիտես որն է, որ իրանք չեն էլ թաքցնում։ Դες երբ որ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավոր, Հապկից դուրս կգանք եթե բանից, յատմից դուրս կգանք եթե։ Դուրս եկեք։ Ասենք, հա, չի ասում է, եթե մեր գազը ասենք ում եք վնաս տալու։ հա, էլի։ Հա, որ ասենք, ասում է բանը, աչքս հանեմ Զոքանջի Սինատու, որ ասենք քորփեսա ունի։ Հիմա մենք բանից ՀՊԿ-ից դուրս գանք, բանից, չգիտեմ, ՀԱՏՄ-ից դուրս գանք, որ դառնանք բան, թուրքական վասալ պետություն։ Ոչինչ, որ ամբողջ Հայաստանը աշխատում է այդ երկրի համար ապրանք ստեղծելով, հա։ Մենք ուրիշ իրականում ոչ մի բան չունենք։ Լսի, իրականում ոչ մի բան չունենք, եւ իրականում հարցը հետեւյալն է, որ երբ որ ասում են արեք դիմանանք, Ինչի դիմանանք, ինչի համար, որ Նիկոլը մի 5 տարի էլ նստի բանում, կոնդի որ տաչեք։ իբր թե որ անկախ լինենք, խափում են, հասարակությանը ոնց են խափում, հանուն մեր անկախության, հանուն մեր ինքնիշխանության, եթե Ռուսաստանը մեր իրականում սենց է հարցը, եւս մի 2-3 տարի տնտեսական կոլապս ալնելու տնտեսական կոլապս է իրականում ելնելու, եթե Ռուսաստանը փակի։ Բա մենք որ ասում ենք հայ ժողովուրդը փախնելու է, ինչի համար է փախնելու։ Երբ որ գազը դառնա $600, հոսանք չլինի։ Ընդ որում գիտես, չէ, հիմա $177.5 է, բայց մեզ տուն է հասնում 350-ով։ Այսինքն երբ որ դառնա $600, դրան գումարի այդ որ տարանցիկի համար ավելանում է, ասենք չգիտեմ $800-900 է լինելու։ Լավ, եթե նույնիսկ 700 դառնա։ Իսկ դա ամբողջ տնտեսությանն է վերաբերվելու, ասենք հասկանալի է։ հացի փռից սկսած մինչև իմ տան կոմունալը։ Լսի, դա տրանսպորտն է, դա բանն է, ջերմատներն է, դա ամեն ինչն է։ Լսի, եւ երկրորդը, տես, Պուտինը հստակ ասեց, որ մի հատ թիվ ասեց, օվերչուկը կարծեմ, հարցազրույց տվեց 10-ում։ Օվերչուկն էլ հետո 10-ում հարցազրույց տվեց, միջում շատ ծավալուն, էլի։ Լսի, ես հոդված եմ գրել հրապարակ թերթում։ Ռուսները Նիկոլ Փաշինյանի այցից առաջ մի հատ հսկայական ինֆոգրաֆիկա էին տպագրել, որի վերնագիրը հետևյալն էր. Ինչ է արել Ռուսաստանը Հայաստանի համար 1828 թվականից մինչև մեր օրերը։ Հետո սխալ մոտեցում։ Լսի, ոչ։ Ես ասեմ ինչ ա արել։ Ամենադաժանը։ Ու դու հիմա իմ հետ չես համաձայնվի, որովհետև դա քո պրոռուսական տրամադրությունները ես այս հերավորության վրա զգում եմ։ Բայց 21 թվին պետք չէր կանգնել ասել Նիկոլա Դավաճան չի։ Այդ ժամանակ որ քիթները չխոթեիք ներքաղաքական գործընթացին, կարող է այս երկրում բան փոխվեր ու դուք սենց հիմա կանգնած չլինեիք այս անհրաժեշտությունների առաջ։ Հարցը պրոռուսական եւ հակառուսականի մասին չի։ Հարցը փաստերի մասին է։ Ռուսները ասում են, որ 1828 թվականին, երբ որ մենք այս տարածքը գրավել ենք, այս տարածքում գիտես ինչքան հայ է ապրել։ Օրինակ մի հատ ասա։ Անհամեմատ ավելի քիչ, Չէ, մի հատ թիվ ասա։ Օրինակ ես էլ 150,000 110,000։ Ասում են, երբ որ Հայաստանը անկախացել է 89 թվականին 3.5 միլիոն, 32.5 անգամ ավելի շատ։
Ընդ որում ունեցել է գիտությունների ակադեմիա, մետրո, բոլորը նշած է, ճանապարհներ, երկաթգիծ։ Ես օրինակ մի բան չգիտեի, տարեթվերով գրված է։ Հայաստանի այսօրվա 27 քաղաքներից 21-ը կառուցվել է 1828-ից մինչև 70 թվականը։ Այսինքն կարանք համեմատենք Թուրքիայի տարածքում մնացած հայկական տարածքների հետ։ Քաղաքներում կան։ Եղած արդեն գոյություն ունեցած քաղաքները հողին են հավասարեցրել։ Չէ, հողին չեն հավասարեցրել։ Ոչ մշակութային արժեք են թողել։ Չէ, հողին չեն հավասարեցրել, ուղղակի քրդերը եւ թուրքերը։ Ասենք Վանում, Մուշում, չգիտեմ, Կարսում, քանի հայ կա։ Կամ այդ հայերը եթե ապրում են, հայերեն քանի տարբեր են։ Կան մի քիչ Ստամբուլում, այտենց մենակ բաղկված առանձնացված անցյալ տարի ամռանը ես կակրաս Ստամբուլում էի, ու այտենց այն ոնց որ իրանք են ապրում, ավելի լավ է չապրես այտենց երկու։ Լսի, ասում են ռուսներն ասում են 1.2 միլիարդի մենակ գյուղատնտեսական արտադրանք եք դուք 25 թվականին վաճառել մեզ։ Այո։ 1 միլիարդ 200 միլիոն։ Իսկ ինչքան էլ զուգահեռ արտահանում է կարել, ինչքան փող է։ Ես ուրիշ բանի մասին եմ ասում։ Պարզա չէ որ դա, ասենք այդ ծաղի կա, չգիտեմ, լոլի կա, վարուն կա, կոնյակ կա եւ այլն, պահածոներ է։ Լսի, այդ ամեն ինչը պետք չի ոչ Ադրբեջանին եւ ոչ էլ Թուրքիային, չէ՞ ոչ էլ Եվրոպային, Եվրոպայի մասին, Հնդկաստանի, ոչ էլ Բարսկաստանի, ոչ մեկ չի գնելու այդ ապրանքը։ Այդ պետքա մենակ Հայաստանին, մի քիչ էլ Վրաստանին։ Դե Վրաստանին ինչքան որ պետքա արտահանում են սենց տենենց։ Այդ Վրաստանին արտահանած այդ թիվ չի էլի։ Չէ, այդ 1.2 միլիարդի մեջ չի մտնում։ Դա Ռուսաստան արտահանման քանակի մեջ։ Իսկ այդ Ռուսաստանն էլ այն երկիրն է, որ այս սենց կարա սահմանը փակվի, է։ Մի րոպեում։ Իհարկե մի հատ լարս է։ Դա հարցը նույնիսկ ճանապարհի իմաստով չի, էլի, դա մի հատ զանգ է։ Բանի նախագահի ադմինիստրացիայի։ Լսի, հիմա ասում են, թող փակեն, թող փակեն, չէ՞։ Ենթադրենք, այդպես բան էլ կա։ Դուք եք ուտելու այդ 1.2 միլիարդի պամիդորը։ Չէ, բայց լսի, իշխանության խնդիրը այն չի, որ ինչ որ մեկին ինադ անելով երկրի հերը անիծել։ Մարդիկ իշխանություն են ընտրում, որպեսզի իրանց շահերը այդ իշխանությունը պաշտպանի։ Այո, սպասարկի։ Հա, սպասարկի։ Այսինքն ես ոնց որ բան անեմ, իշխանություն ընտրեմ, որը իմ բիզնեսին, իմ գործունեությանը օգնելու փոխարեն ինձ վնաս տա։ Ասենք հասկանում ես։ Հետո էլ ասես, հետո էլ այդ բանը իշխանությունը ասի դե դիմացի։ Չէի ուզում անկախ կոնտրատ իշխանություն լիներ։ Դիմացի, քիչ ես դիմացի։ Լսի, ախր ու գիտես ինչ ասի ես դա անում եմ հանուն Հայաստանի ինքնիշխանություն։ Լսի, եթե ես չեմ կարող ապրեմ, եթե իմ բիզնեսը փակվում է, Ատե ինքնիշխանության ինչ խնդիր կա, կարաս մի հատ բացատրես։ Մի հատ ուրիշ հարց տամ, էլի, դու մեծ տարիքով մարդ ես, էլի, մի հատ ինձ փորձի բանես պատմես։ Որ պահին ես դու զգացել, որ Հայաստանը ինքնիշխան չի ու Ռուսաստանի տիրապետության տակ է։ Քո անհատի, չգիտեմ, պետական կառավարման համակարգի, որից է մի դրվագ եղել է, որ դու ասես, սաղ էս ռուսներն են մեղավոր, ստիպում են, ասենք, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, սենց կառավարեն։ Եղել է այդպես պահ։ Լսի, դե ինչ որ փոխ ազդեցություններ կան, Բացի Եվրո ասոցիացիան պայմանագիրը, հələ։ Լսի, բայց բնական է, որ ցանկացած երկիր, մանավանդ մեծ երկիր, փորձում է իր ազդեցությունը ունենալ փոքր երկրների վրա։ Լսի, Զարա ջան, տես Մարդիկ ասում են, տեսակ, մեր Նիկոլ Փաշինյանը նստել էր եւ Վլադիմիր Պուտինի հետ ոնց էր խոսում, չէ։ Հիմա ես քեզ մի հատ հարց եմ տալի։ Դու երբևէ տեսել ես, որ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկի հետ այտենց ազատ խոսի։ Ասենք Ալիևի հետ կարանա հակաճառի, Էրդողան, լսի, Անենց քոսոտ դեմքով է Ալիևի օրդը Մակրոնի ու Տրամպի հետ տենց խոսի։ Լսի, Տրամպի հետ բանը Վենեսուելայի նախագահը ուզեցավ մի քիչ բարձր տոնով խոսան, ասեց մենք մեր երկրի տերն ենք, չէ։ Մարդուն գողացան տղան ախպեր, դատում են։ Լսի, Խոմեյնին Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, ասեց, որ դուք պետք է որոշեք Իրանը միջուկային վառելիք ունենա, թե չունենա, կամ միջուկային հետազոտություններով զբաղվի, չզբաղվի, երկրի ոչ թե մենակ Խոմեյնին ամբողջ քաղաքական վերնախավին ոչնչացրել են։
Այսինքն ես ուզում եմ ասեմ, հիմա դուք ասես ավետիսը պրոռուսականը։ Ախպեր Պուտինը Չէ, այնքան ստացվում է ռուսներն ավելի լիբերալ են, քան Իհարկե։ լիբերալ արևմուտքը։ Բայց ես այդ եմ ասում։ Փողով են շահում, գազի գնով են շահում, բանով են շրջանառությամբ են Լսի, շահում։ ու այդ հարցին էլ իրանք ունեն պատասխան։ Գիտես ինչ են ասում։ Ասում են այդ դերասանություններ անում Պուտինը, որ եթե հանկարծ դերասանություն չլներ, կսպաներ։ Նիկոլին կսպանած կլներ։ Չես լսել, որ ասում են հիմի բան նավիճոկ լցած կլներ ես իմ շորերի մեջ, մազերի մեջ, չգիտեմ ինչի մեջ։ Մի հատ հարց է առաջանում, այսքան ժամանակ։ Չէ, այսքան ժամանակ։ Օրինակ Ամերիկայի դեպքում կարանք ասենք, չէ, քանի մարդու են սպանել։ Հա, ասենք մենակ բանի օրոք Մենակ իրանց կողմից terrorist հայտարարվածների ցանկ կա, որ ուրիշ բան էլ չլինի, հա, Վլադիմիր Պուտինը քանի երկրի ղեկավարիա սպանել։ Կարո՞ղ ասես։ Ես օրինակ չգիտեմ։ Ես չեմ ասում թե Ռուսաստանը դեմոկրատական, ժողովրդավարական երկիր է։ Խոսքը դրա մասին չի, պարզ է, որ Ռուսաստանը երբեք չի եղել ժողովրդավարական ու երևի երբեք էլ չլինի։ Բայց դա մեզ վերաբերվում է, ինքը իր երկրում ինչ ուզում է անի, ուզում է սոցցանցերը փակի, ուզում է, չգիտեմ, մարդկանց փողոցներում գնդակարի, եթե Հայաստանն $177 գազ է տալիս, ինքը կարա իր երկրում ինչ ուզում է անի։ Իհարկե, Ես ուզում եմ ասեմ, Հայաստանի վրա ոնց էր ազդում իրանց այդ ոչ ինքնիշխան վիճակը, հա, որ կախված վիճակը ոնց էր անդրադառնում։ Հələ մի հատ դեպք հիշի, ասա, այսինչ բանը ստիպեցին, մենք արեցինք։ Չէինք ուզում, բայց արեցինք։ Զարա, կա մարդկանց մի հատ խումբ, որոնք ներկայացնում են հասարակությանը սենց, որ Պուտինը, Նիկոլ Փաշինյանը իբրև թե ռուսական ագենտ է, լսել ես այտենց մի բան։ Լսի, այդ իմիջալուց ավելի հավանական է։ Ոչ։ Եվ Հայաստանը իբր թե կառավարվում է ռուսների կողմից, Հայաստանը ռուսական գաղութ է եւ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասեց ով էլ ընտրվի ձեր իշխանություն, մենք իր հետ աշխատելու ենք հայ-ռուսական հարաբերությունների իշահ։ Լսի, դա, գիտես, ինչի համար են փորձում Նիկոլ Փաշինյանին ներկայացնել ռուսական ագենտ կամ գործակալ։ Լսի, դա մի բացատրություն ունի, որ լսի, իմ Նիկոլ Փաշինյանի հանցագործությունները գցեն բանի վրա, ռուսների վրա։ Նիկոլ Փաշինյանի Նես չի որ ինքը հետամնում այդ բանից։ Բայց իրան նաև օգնում են այսպես կոչված ճակերտավոր կամ իրական արևմտամետները, որ ասեն ախպեր ջան, Նիկոլ Փաշինյանի ձախողումների մեղավորը Ռուսաստանն է։ Բա հիմա որ դարավթական բան գաղութ ինչ են ասել, մեղավորը Էրդողանն է։ Չէ, ասելու են բանն է, չէ, էլի Պուտինն է։ Էրդողանին չի կարելի կպնել։ Այդ մարդկանց համար միակ սրբություններ կան, չէ, հետո կա բան, դիրեկտիվներ կան, չէ, ումը կարելի է հրճակել թշնամի եւ ումը չի կարելի։ Միակ ձևը, որ դու ասում ես, չէ, ասենք որոշելու, որ երկիրը, որ տվյալ տարածքը կամ երկիրը գաղութն է, մի հատ որոշելու տարբերակ կա։ Գաղութները վճարում են հարկ իրենց տերերին։ Հայաստանը ումա վճարում հարկ, ումա հարկատու արևմուտքին։ Մենք արտաքին պարտքով Այո, ես միշտ ասել եմ, իմա թող բոլորը հասկանան, որ աշխարհը քանի որ փոխվել է, առաջը տենց էր, չէ, հպատակ երկրները ամեն տարի բան էին տանում, турք էին տանում, վճարում էին թագավորի։ Լսի, հիմա բան կա, բանկային համակարգ կա, փոխանցումների համակարգ կա, այդ բանը турքը նալոգը այսպես ասած։ Կոչվում է վարկի սպասարկում։ Վարկի սպասարկում, այո։ Մենք տարեկան 2.8 միլիարդ $, այս պահի դրությամբ վճարում ենք մեր տերերին, մեր արտաքին տերերին։ Եվ դա ես մի անգամ ստեղ ասել եմ։ Եթե նախկինում դա իրականում փողի տեսքով էլ չի։ Լսի, մեզ sense թվում է թե դա փողի տեսքով է։ Դա մեր հանքահումքային արդյունաբերության արտադրանքը մենք անվճար իրականում անվճար արդյունքում ենք։ Ինչի դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Այն խեղճ Քոչարյանը մի երկու չաշխատող գործարաններ տվել ռուսներին պարտքի դիմաց, դարձրել էին մատի փաթաթան։ 10 տարով ասում էին Քոչարյանը ամբողջ երկիրը բանի գույք պարտքի դիմաց բանով ծրագրով տվեց։ Բայց մա ինչի դրա մասին չեն ասում։ Ասում քեզ ինչի չեն ասում։ Կարող է մեծամտություն հնչի, կարող է ինքնագովեստ հնչի։ Ես օրինակ Հայաստանում մեր ոդքասթից բացի
որևէ մեկին չեմ ճանաչում, որը այդքան անկախություն ունենա, որ դրա մասին խոսա։ Ախպեր, հիմի կարող ասեք, ես շատ մեծամիտ եմ, ես այդքան էլ մեծամիտ չեմ, որ ընդհակառակը շատ համեստ մարդ եմ, բայց ես գիտեմ մի բան, որ մարդիկ որոշակի նկատառումներից ելնելով, այդ քո ասած green card, Ամերիկայի դեսպանատան հրավեր, Եվրոմիության հրավեր եւ այլն, վիզաներ, չգիտեմ, գրանտներ, այո, եւ տարբեր պատճառներով խուսափում են խոսել ճշմարիտ, ամեն ինչից կխոսան, ամեն ինչից կարան քննադատեն նրան, բայց հիմնական հարցի մասին այդ մարդիկ չեն ուզենա խոսան։ Ինչի՞։ Որովհետև մտածում եմ, որ դա այն բանն է, այն հարցն է, որը ախպեր ջան, լսի վաղը մյուս օր իրանք որ իշխանության գան, ասենք այդ ուժերը, նույնիսկ ընդդիմության որոշ մասի, ինչ է, դու մտածում ես իրանք չգիտեն, որ դա բան է, արտաքին պարտքը դա տուրք է։ Դա տուրք է, որը վճարվում է այդ արտաքին պարտքից սպասա։ Իրանք էլ չէ, պետք է գնան էլի նույն բանը անեն։ Հիմա կասես, բա ինչ տարբերություն, չէ որ Ռոբերտ Քոչյանի, ես էլի եմ ասում, կա տուրքի չափ, եղել է տուրքի չափ։ Լսի, Ռոբերտ Քոչարյանի օրոք ու չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, դա գոնե ինչ որ մի հատ սահման է եղել, հասկանում ես։ Կրկնապատկել է այս տղեն 8 տարում։ Ինչ կրկնապատկել, շատ։ Արտաքին պարտքը։ 2.5 անգամ, 6 միլիարդից դառել է 15 միլիարդ, դա 2.5 անգամ է։ Դες ինչ են արել այդ փողերը։ Լսի, ասեմ քեզ ինչ են արել, մանկապարտեզ են սարքել։ Մանկապարտեզ, լսի, կա մի քանի հատ մանկապարտեզ սարքել են 8 միլիարդով։ Ես միշտ ասել եմ 8 միլիարդ փող լինի, ամեն մանկապարտեզ գնացող երեխու համար, առանց գալա մանկապարտեզ սարքել։ 3 հարկանի մանկապարտեզ կարելի։ Ամեն մանկապարտեզի կամ այդ ամբողջ երկիրը կարելի ասֆալտի տակ քաշել, որ ոչ մի դաշտ, ոչ մի հող չմնա այդ գնով։ Ամեն երեխային կարելի էր մի հատ երրահարկ մանկապարտեզ սարքել այդ փողով։ Լսի, բայց հարցը հետ ու ընդ որում մեկ էլ խոսում ասում զենք եմ առնում։ Էլ ոչ մեկ չի ասում, տղա ջան, աշխարհում տենց վարկային կազմակերպություն չկա, որը քեզ պարտ կտա, որ դու գնաս զենք առնես։ Ամբողջ աշխարհը զենքի գումարը նույնիսկ չի թողնում իր ճանապարհով զենքը տանես, իր տարանցիկ երկրով։ Լավ, Նիկոլ Փաշինյանը նենց է ասում, ես միշտ ասել եմ, այդ մարդը կյանքում մի անգամ ճիշտ խոսացած բան չկա, մի անգամ։ Եվ երկրորդը, եթե Ադրբեջանն է քո բան երաշխավորը անվտանգության, զենքը ում դեմ ես առնում։ Կարաս հարցնես, ում դեմ պետք է կռվես այդ զենքով։ Վրաստանի թե Իրանի դեմ։ Ում դեմ։ Ինչ իմանամ, բանի Ռուսաստանի։ Ախ, սահման չունի Ռուսաստանի դեմ։ Հիբրիդային պատերազմ, բան, կարող է հիբրիդային պատերազմի դեմ բանով։ Մի հատ թշնամի մնացել, հայ ժողովուրդը, հայ հասարակությունը։ Դրա համար, ասենք, հա կարող է, լսի, այդ զենքը առնել են ուղղակի այդ փողը լվանալու համար։ Քեզ անկեղծ եմ ասում։ Ընդ որում կրկնակի ավելի թանկ են առել, քան ժամանակի Ռուսաստանից։ Լսի, կարող է 5 անգամ թանկ առնեն, փողը լվանալու համար ինչքան թանկ այնքան լավ։ Այդ որ ասենք Սուրեն Պապիկյանը այդ համաժողովի ժամանակ ասում է 5 ու 4 անգամ ավելի շատ գումար ենք ծախսել։ Այս քան նախորդ։ Այդ օր մի հարց տալիս ես, ասում խմբերով հավաքվեք, տանեմ ցույց տամ ինչ զենք եմ առել։ Ասպեր հայ, լսի զենքը ինչ։ Դա հոտ բան չի, թանգարանային նմուշ չի, որ մարդիկ գնան տեսնեն։ Զենքը մի բանի համար են առնում։ Երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։ Եթե Սուրեն Պապիկյանը գնացել է, ասենք, թուրքական հպատակությունը ընդունել է Ադրբեջան։ Մենակ Սուրեն Պապիկյանն է, դու սարսափահար ասում ես չընտրեք ու ընդդիմությանը, որովհետև պատերազմ կլինի, չենք կարողանա պաշտպանվել։ Բա առածը զենքը ուր է։ Կամ ինչի համար է։ Հա, կարող է մենակ քո օգտագործման համար ես առել, կամ մենակ ցույց տալու համար ես առել։ Ախպեր, չէ, մենք նորից վերադառնում ենք մեր հաղորդման սկզբի կետին։ Այս մարդիկ ասում են մեր անվտանգության երաշխավորը էլ հայկական բանակը չի, էլ մեր զինված ուժերը չեն, էլ մեր ունեցած սպառազինությունը չի։ Մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Այստեղ մենակ մեր բառն է պետք է բացել, դա վերաբերում է միայն ԿՊ-ին։ Այո, միայն ԿՊ-ին։ Ասեմ ինչի համար, որովհետև երբ որ որևէ պետություն վերցնում է որևէ պետության երաշխավորությունը, Զարա ջան, ինքը վերցնում է ոչ միայն այդ բանի տարածքի անվտանգության, ինքը վերցնում է նաև այդ ռեժիմի անվտանգությունը, որովհետև միշտ հասարակությունը
կարա ասի ախպեր չենք ուզում մենք այս բանի տակ հպատակության տակ ապրենք։ Չէ, մենք ուզում ենք Այստեղ մեզ լավ տեղ չի տանում։ Չէ, մենք ուզում ենք մեր երկիրը անկախացնենք օրինակ Ադրբեջանից։ Բայց որ ասում եմ բանակ, լսի, մի հատ մեր հասարակ մեր հետևորդներին մի հատ շատ པարզ օրինակ բերենք։ 56 թվին 1956 թվին Բուդապեշտում, Հունգարիայում տեղի ունեցավ այսպես ասած Բուդապեշտյան ապստամբությունը։ Հունգարիայի ժողովուրդը Ուզում էր սովետական միությունից դուրս գար։ Այո, տարբեր ձևակերպումներ կար, ասում էին, որ ուզում ենք մենք բարեփոխված սոցիալիզմ ենք ուզում, չգիտեմ, մի մասը ասում էր, որ սա Ստալինը արդեն չկար իհարկե, բայց Ստալինից մնացած այդ ժառանգությանն ենք մենք դեմ եւ այլն եւ այլն։ Կարծեմ նոյեմբեր ամսին սկսվեց բանը, ապստամբությունը։ Լսի, ինչ արեց անվտանգության երաշխավորը։ Հունգարիայի անվտանգության երաշխավորը Սովետական միությունն է։ Սովետական միությունը տանկերը մտցրեց Հունգարիա, ընդ որում Հունգարիայում կային սովետական զորքեր, բայց բավարար չէին անվտանգությունը երաշխավորելու ռեժիմի, էլի։ Հավելյալ անվտանգության ուժեր մտցրեց, եւ Հունգարիայի ապստամբները տանկերի տակ ճխլեցին եւ այլն, եւ անվտանգությունը ռեժիմի բան եղավ, երաշխավորված։ Այսինքն, եթե մենք այս ընտրություններին ընտրում ենք նորից ԿՊ-ին, հաջորդ ցանկացած ընդդիմության ժամանակ, հաջորդ ցանկացած փողոցային պայքարի ժամանակ մեզ սպառնում է մեր երկու հարևան թշնամիների զորքի մուտքը Հայաստան։ Ընդ որում շատ բան օրինական, լեգալ բանով, հիմքով, բանի անդրված իշխանության, բան անվտանգության ապահովում։ Ոչ թե չեն ասելու է, որ ընտրված օրինական կարգի վերականգնում։ Այո, քանի որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, իսկ ներքին խժդժությունները վտանգում են Հայաստանի անվտանգությունը, ադրբեջանական զորքը օրինական իրավունք է ստանալու մտնել Հայաստան եւ ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Ես ասում եմ, որ նույնիսկ շատ հնարավոր է, որ մինչեւ այդ խժդժությունները կամ հեղափոխությունը ալնի։ Չէ, այդ մեկը չէ։ Ինչի, որ ռուսական բանակը դուրս գա։ Չէ, ռուսական բանակը դե չի դուրս գա։ Որ դու ոչ դուրս ընտրություններ, ստենաս դուրս չի գա։ Ընտրությունից հետո եմ ես ասում։ Ես ասում եմ միջև ես ընտրել։ Չէ, լսի։ Ես մենակ մի բան հասկացա Պուտինի ասածից։ Այդ էլ շեշտենք, քանի հաղորդումը չենք փակել։ Այդ մարդը ասեց. հանգիստ եղեք, գնացեք ձեր ընտրություններն արեք, հայ ժողովուրդ, ում ուզում ես ընտրի, ես ցանկացած քո ընտրության հետ կհամակերպվեմ, հա։ Մյուս կողմից էլ ասեց. մի անհանգստացեք, դրսից վտանգ ձեզ չի սպառնա մինչև ընտրությունների ավարտ։ Ես այդ հստակ այդ մեսիջը տեսա։ Նույնը Ալիև արդեն իրան ճղում է, գիտես, չէ, այսօր նոտա են ուղարկել բանի աշխատակազմ, հա, որ դուք ինչ իրավունքով եք շահարկում Արցախի հարցը ձեր բան միջպետական շփումների ժամանակ։ Դա մեր ներքին խնդիրն է։ Բայց դա մեսիջ էր, որ Թուրքիա եւ Ադրբեջան չհամարձակվես միջև ընտրություններ, որովհետեւ գործողություն, որովհետեւ, չգիտեմ, սահմանային կոնֆլիկտ հրահարել, որովհետեւ կերպ բան անել, ընտրության վրա ազդել։ Ես մի բան էլ տեսա ապրիլի 1-ից հետո, որ ուժեղ Հայաստանի շուրջ սկսեց ձևավորվել կոալիցիա, ընդ որում եւ պրոարևմտյան ուժերի, օրինակ ես Ռաֆայել Հովհաննիսյանի ժառանգությունը երբեք չեմ համարել բան, ռուսամետ ուժ, եւ արևմուտքում է մեծացել, հեչ որ չի մեծացել եւ ըստ էության ժառանգություն կուսակցությունը չի էլ թաքցրել իր պրոարևմտյան հայացքները։ Եվ նաև այսպես ասած նաև չեզոք ուժերի, օրինակ Հրանտ Բագրատյանին էլ չես համարի պրոռուսական կուսակցություն։ Այնքան ինչքան ինքն քննադատում։ Հա, ռուսներին, եւ տարբեր 4 կուսակցություն, արդեն 4 կուսակցություն այս շաբաթ-կիրակի ընթացքում հայտարարություն են 4 կուսակցություն արդեն հայտարարել են, ըստ էության պետք է հաշվի առնել, որ հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն էլ փաստացի հայտարարեց աջակցության մասին, նկատի ունենալով ասելով, որ այսօր դոմինանտ, այսպես ասած, առաջնորդ ուժընդդիմության Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժեղ Հայաստանն է։ Մեկ էլ գիտես ինչն էր հետաքրքիր, Միրան Պողոսյանի կուսակցությունն էլ հրաժարվեց մասնակցությունից, նրանք էլ ԲՀԿ-ի օգտին հրաժարվեցին։ Դե նորմալ է, հիմա։ Այսինքն այդ փոշիացնողները հիմա sense կամած դաշտից դուրս են գալու, մնալու է ենթադրում։ Չէ, փոշիացնողներ իհարկե կլնեն, բայց արդեն էլ ոչ մեկ չի գնա ընտրի, երբ որ 20 փոշիացող է, ուրիշ իրավիճակ է, երբ որ 2 փոշիացող է, մարդիկ արդեն գիտեն որ սա փոշիացնող է, էլի։ Հա, փոշիացնողներ կլնեն, բայց
Արի փոշիացնողներին բանը, հաջորդ ընտրություն, բանի հաջորդ հաղորդմանը անդրադառնանք փոշիացողներին։ Սպասենք առաջադրվեն նոր։ Հա, լավ, առաջադրվում։ Ժամանակից շուտ մարդկանց չփչացնենք, էլի, ասենք դուք բանը պրոնիկոլական փոշիացնող եք։ Բայց արդեն կան չէ հայտարարություններ։ Չնայած կանան փոխվեն։ Ասենք օրինակ Հայկ Մարությանը իմ համար ֆենոմեն է։ Ես այդ տղու արածը չեմ հասկանում։ Ոնց կարա էլի, ոնց մի կողմից իբր բանը հականիկոլական է, բայց հստակ փոշիացնողն է ինքը։ Ես դրա բացատրությունն էլ կա, արի Հաջորդ հաղորդմանը համաձայն։ Այո, արի դրանն էլ Բավականին երկար բացմա զրույց ունեցանք, ինձ թվում է շատ հետաքրքիր էր, բայց ասենց ասեմ այդ հանդիպումը կարելի է մի 2 ժամ էլ քննարկել լուրջ, որտեղ այնտեղ էլի մեսիջներ կային, էլի։ Դա իրականում դա ոչ թե այդ հանդիպումը, այլ Հայաստանի ընտրությունը այդ ճամփաբաժանը դառնալ թուրքական տարածք։ Հստակեցվեց։ Չէ, այս 2 ամսվա հիմնական թեման է լինելու։ Հայաստանը դառնալու է, ընդունելու է ադրբեջանական անվտանգության երաշխիքը ճակերտավոր։ Մենակ էլ չի է, հիմա նայ Նիկոլին չէր ասում, ինձ ասում էր բոլոր արտաքին ուժերը իմ հետ են։ Եվրոպացիք ինձ են պաշտպանում, Տրամպը ինձ է պաշտպանում, Պուտինը ինձ է պաշտպանում, Ալիևն ու Էրդողանը ինձ են պաշտպանում, դուք ստեղ տարբերակ չունեք ձեր ընտրությամբ իշխանափոխություն անելու։ Իրա մեսիջը վերջի մի տարվա ատամ չի, Արցախին հանձնելուց հետո եղել է այդ, որ բոլոր դրսի ուժերը ինձ են պաշտպանում։ Փաստացի հիմա մի ուժ, այն որ բերանով պաշտոնական հանդիպման հատվածում, որը ձայնագրվում է, դա էլ էր ֆենոմեն, ոչ մի հանդիպում այդքան երկար եթեր չէր տրվում, էլի, մի 5 րոպեին տալիս շատ։ Բերանով ասացին, որ մենք այս տղուն չենք աջակցում, որ սա այս տղան խնդիր է։ Ձեր համար էլ է խնդիր, մեր համար էլ է խնդիր, եկեք ուրիշ ընտրություն կատարենք։ Մեկ էլ ինձ գիտես ինչն է հետաքրքիր, դա պատասխանի ու ամփոփենք հաղորդումը։ Նիկոլը գնաց եկավ, ասաց, փայլուն հանդիպում եմ ունեցել։ Իհարկե, ինքը ուրիշ բան չէր կարող ասել։ Իսկ ինչ պետք է ասեր։ Պետք է ասեր, որ այդ հանդիպումը տապալվել է։ Ինքը գնացել էր ասելու, որ իր համար դա փայլուն հանդիպում էր։ Ինչի համար։ Նայ, ռուսները ասում են, որ դու Հայաստանը վերածում ես թուրքական, հակառուսական տարածքի, չէ՞։ Ինքն ասեց, գնաց ասեց, ես ձեր հետ համաձայն եմ։ Ձեր գնահատականները միանգամայն ճշմարիտ են, բայց ես դա անում եմ։ Եթե դուք ուրիշ ընտրություն ունեք, քանի որ ես այդ ընտրության մեջ չեմ տեղավորվում։ Ես չեմ տեղավորվում։ Ես արդեն արել եմ իմ ընտրությունը եւ երկիրը տանում եմ այդ ճանապարհով։ Ռուսներն ասացին, ուրեմն դու պետքա թողես, որ Հայաստանը ընտրություն կատա։ Ինքը իր ասելիքը շատ հստակ ասեց, հասկանում ես, շատ հստակ։ Ու իր թիմը Իրանից հետո Բայց կարա սրի էլի։ Կարա չասի փայլուն հանդիպումը, կարա սրի ասի տեսակ, որ ես դեզ ասում եի, որ փակ հանդիպումների ժամանակ ինձ փորձում են ռուսական ծայրագավառ սարքեն, ես ձեր բանի ինքնիշխանության համար եմ այսքան տարի պայքարում։ Իր համար դա փայլուն էր, հեն էլի եմ ասում, որ ինքը հրապարակ։ Չէ, բացով ասի, էլի, դա իր ընտրողին ասի, ես տեսակ ոնց եմ ինքնիշխանությունը հաստատում, որ Պուտինի պես բռնապետն է իմ հետ սենց խոսում։ Հասկացանք, ինքը փայլուն իր լսարանի համար փայլուն հանդիպում էր, որ հրապարակայնորեն ասեց, որ ես իմ ընտրությունը կատարել եմ։ Դուք հակաքայլ ունեք, դուք էլ ձեր հակաքայլը արեք։ Փայլուն չի։ Հակաքայլունն է։ Դե հիմա կանեն չեն անի։ Անում են արդեն։ Լսի, դա նաև հայ հասարակության ընտրությունն է։ Եվ երկրորդը միշտ մենք մի հատ հարց ունենք։ Արդյոք այն ինչը որ ասեց Պուտինը, այսինքն երբ որ ասեց, որ դու մեր խնդրանքն է, որ դու թողես, որ ռուսական ուժերը, պրոռուսական ուժերը մասնակցեն, չէ՞, եթե պրոթուրքական, դու պրոթուրքական ուժ ես մասնակցում ես կամ պրոարևմտյան, չգիտեմ, դա նույնն է մեծ հաշվով, էլի, պրոթուրքական կամ պրոարևմտյան։ Իսկ եթե չթողի։ Այդ խոսած նավիճոկի պահը վտանգավոր է։ Դե լավ է։ Հումոր ենք անում, լուրջ ընդունեք։ Ինձ թվում է շատ հետաքրքիր 2 ամիս ենք ունենալու առջևում։ Իհարկե։ Խոսք տանք մեր հետևորդներին, որ կհանդիպենք հաջորդ 2 շաբթի այս նույն տաղավարում, ավելի հետաքրքիր, ավելի նոր թեմաներով, ու մենք սպասում ենք ձեր մեկնաբանությունները, լայքերը, նաև կարող եք այս տեսանյութը տարածել։ YouTube-ը թող շատ ցույց տա մեզ, էլի, թե չէ մենք խոսում ենք, ավոն ասում ամենաանաչառը մենք ենք, բայց դիտումները այդքան շատ չեն, էլի, որ բոլորը տեսնեն։ Ոչինչ, տեսնողները բավարար են։ Տեսնողները բավարար։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության։
Ոչ մի թիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքով։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։